Երևանի փոքր կենտրոնում հանրային վայրերում տեղադրվել է 30 ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատոր։ Նպատակը սրտի հանկարծակի կանգի դեպքում փրկվելու հավանականության բարձրացումն է։ Շուտով սարքերի ընդհանուր թիվը կհասնի 50-ի։ Ինքնազգացողության վատացման դեպքում մարդկանց օգնելու են վերապատրաստված կամավորները։ Յուրաքանչյուր մարդ 18 տարեկանից բարձր կարող է դառնալ կամավոր։ Այս պահին մենք ունենք 500 կամավոր, պատրաստված կամավոր, բայց պլանավորում ենք հասնել այդ քանակը 2000-ի մինչև տարվա վերջ։ Ինչու փոքր կենտրոնում, որտեղ ծրագիրը մեկնարկում է փուլային մոտեցումով եւ մարդկանց քանակը կենտրոնում առավելագույնն է։ Ստեղծվելու է նաև բջջային հավելված, որի միջոցով վերապատրաստված կամավորները ստանալու են շտապօգնության ծառայության աշխատակիցների ահազանգերը եւ կարողանալու են օգնություն ցուցաբերել մինչև բժիշկների ժամանումը։ Նախաձեռնության պաշտոնական բացման արարողությանը ներկա էր նաև Տիգրան Ավինյանը։ Երևանը դարձել է տարածաշրջանում առաջին քաղաքը, որտեղ ներդրվել է հանրային առողջության ոլորտում նման կառուցվածքային եւ տեխնոլոգիական ինտեգրված լուծում։ Մայրաքաղաքն ավելի հարմարավետ ու բարեկարգ դարձնելու համատեքստում քաղաքապետը անդրադարձել է նաև այլ հարցերի։ Ինչու են մայրաքաղաքում հեղեղումներ առաջանում յուրաքանչյուր անձրևից հետո, Ավինյանը նշել է։ Երևանի քաղաքապետարանը կլիմայական փոփոխությունների դեմ իր լիազորությունների շրջանակում մեծ գործիքակազմ չունի։ Ես ուզում եմ բոլորին տեղեկացնել, անձրևների քանակը Երևան քաղաքում ավելանում է եւ գնալով ավելանալու է եւ դա ընդհանուր պայմանավորված է աշխարհում կլիմայով փոփոխությամբ։ Խոսելով փոսալցման աշխատանքների մասին, Ավինյանը նկատել է, յուրաքանչյուր տարի նաև առատ անձրևներով պայմանավորված քաղաքի տարբեր հատվածներում ասֆալտի վիճակը վատթարանում է։ Ենթակառուցվածքով նաև մաշվող ջրի խողովակներ կոյուղիներով այո ճանապարհների վիճակը գնալով վատթարանում է եւ այո Երևանի քաղաքապետարանը հիմնարար լուծումներ է տալիս։ Հիմա իհարկե փոսալցման աշխատանքները մենք մեկ ամիս հետո ամբողջը կանենք կավարտենք, ամբողջ քաղաքով կանենք կավարտենք, էլի ժամանակավորապես այդ հարցի մասին կմոռանանք, էլի հաջորդ տարի գարնանը որոշ չափով կվերադառնանք, բայց ամեն ինչ համեմատության մեջ է պետք։ Քաղաքապետի համոզմամբ նախորդ տարի նույն ժամանակահատվածում ավելի մեծ ծավալի խնդիրներ կային։ Այս տարի էլ խնդիրն առկա է, բայց ծավալները նույնը չեն։ Հաջորդ տարի դրանք ավելի քիչ կլինեն։ Լիանա Խաչատուրյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։